Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, նաև հարցերի պատասխանների մասին։ Եթե հարցեր ունեք, ապա կարող եք պահել որևիցե մեկը և այդ հարցերի պատասխանները ստանալ։ Եթե այդ հարցերը պետք է շուտ լինեն, եթե ինչ-որ ժամկետ եք պահել, չնայած որ լավ կլինի պահեք, ապա կամ աստղը կընկնի, կամ հենց այդ ձեր պահածը կընկնի այդ նկարով։ Նկարով կհասկանաք, որ դա ձեր պահածն էր։ Իսկ եթե հստակ է ձեր ցանկությունը, հստակ պետք է կատարվի, ապա հստակ աստղը կընկնի։ Միայն 4-ը տարբեր պահեք, նույն բանը մի պահեք, որովհետև սխալ է դա, պետք է բոլորը տարբեր լինեն։ Դե կարող եք 1-2-ը պահել տարբեր ժամանակահատվածներ ուղղակի պահել։ Բայց ամեն շաբաթ լինում է, տեսանյութը կարող եք ուղղակի շաբաթական պահել։ Ամեն շաբաթ պահել, թե ինչ կարող է լինել, կլինի արդյոք թե ոչ։ Մինչև խառնեմ, կենտրոնացեք ձեր ցանկությունների վրա։ Եթե այս պահին չեք կարողանում պահել, կանգնեցրեք, հետո կվերադառնաք, մինչև խառնեմ։ Ահա, հուսով եմ պահեցիք, մենք գնայինք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Երբ որ առաջինն է ընկնում, դա նշանակում է, որ դուք ձեր ցանկությանը արդեն շատ մոտ եք։ Այսօր վաղը կկատարվի։ Կամ եթե չի կատարվում, ապա սա ինչ-որ չափով այոյի նման մի բան է։ Ձեր մոտենում եք, մի փոքր այստեղ ուշանում է, բայց շատ չի ուշանում, նայեք, ինքը մոտ է իրար։ Կարող է աստղը չընկնել, բայց պատասխանը գտնեք դուք այստեղ։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում ցանկությունը մի փոքր ուշանում եք, ձեր պահած ժամկետից մի փոքր ուշ։ Եթե ցանկանում եք հանգստանալ, եթե ցանկանում եք ինչ-որ մեկի հետ ինտիմ հարաբերություններ ունենալ, եթե ցանկանում եք ովքեր որ վատառողջ են, ապա ապաքինվեն, ովքեր որ պարկած են իհարկե, վատառողջը դա ուրիշ քարտ է, ապա այստեղ ասում է այո, շոպինգի գնաք, գնումներ կատարեք, առևտուր անեք, ձեզ համար զգեստներ գնեք, ճիշտ է, գումարը եւս մի փոքր երեցեռ, բայց այն ինչքան որ ունեք, դրանով կտեղավորվեք եւ կգնաք։ Ուսման հետ կապված, քննությունների, դիպլոմի հետ կապված հարցերը եւս դա ասում է, որ այո, ինձ մոտ հիշում եք, որ ես ինչքան պահում էի դիպլոմս կստանամ արդյոք եւ սա էր ընկնում մեկ անգամ աստղներ ընկնում, այնպես որ պարտադիր չի հենց միայն աստղ ընկնի, եթե լի պահել եք դիպլոմի համար, եթե պահել եք քննությունները լավ հանձնելու համար, ապա սա ասում է այո։ Մեքենա գնել, եթե ուզում եք, կամ նաև նվիրեն ինչ-որ մարդիկ ձեզ մեքենա։ Նաև երեխաների հետ կապված յուրաքանչյուր հարց, դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, նաև դա կարող է լինել ինչ-որ մի բան, երեխաների քննությունը լավ հանձնեն, երեխաները ընդունվեն, այստեղ ընդհանուր առմամբ ասում է այո։ Բայց յուրաքանչյուր հարց երեխաների հետ կապված այն կկատարվի։
Այսքան առաջին տարբերակի համար, եթե դեռ չեք պահել, ապա պահեք երկրորդը, ինչ-որ հարց ունեք, բայց նույն բանը մի պահեք, որ տեսնում եք սա չի լինում, երկրորդը պահեմ, նա չի, չէ, դա ամենասխալն է։ Կողեք ժամկետը չնչին փոխել։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Աստղն ընկավ։ Շնորհավորում եմ։ Աստղն ընկավ, դա նշանակում է, որ յուրաքանչյուր ցանկություն, եթե այստեղ այլ չլինի, միևնույնն է այն կիրականանա։ Ինչ-որ բաներ կան, որ ավելի կհստակեցնեն ձեր ցանկությունը, կասեմ, որ այո, ավելի է ոնց որ հստակ, եթե և աստղն է, և դա, ապա ասում է հստակ։ Ուրեմն, ուսման հետ կապված հարցերը, դիպլոմ, քննություններ, ինչ-որ պահեր, ապա այստեղ ասում է հիանալի կանցնի։ Նաև ինչ-որ պայմանագրեր կնքել, որևիցե հարցեր, աշխատանք, նոր գործողություններ, եւս այստեղ կլինի։ Եվ ծանոթություն նաև հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Ծաղիկներ նվեր ստանալ, նոր սեր, նոր հարաբերություններ, դե աստղն ընկավ։ Եթե չընկներ, ինձ թվում է, եթե չփոխեի, չնայած այստեղ էր աստղը, համենայն դեպս ինձ թվում է ոնց որ ինստինկտիվ կընկներ աստղը, ես փոխեցի։ Մի խոսքով չէր ընկնի։ Ուրեմն ընկերներով հանդիպում, շփում իրար հետ, որովհետեւ առիթ, նաև այստեղ կարող է ծնունդ հրավիրեն ձեզ, բայց նաև ընկերներով կարող հավաքվել եւ ինչ-որ միտեղ ուղղակի ուրախանալ, թեթևանալ։ Տուն, այստեղ տան տեղափոխություն, ավելի շատ այստեղ տան վաճառք եւ վերանորոգում կամ տան հետ կապված յուրաքանչյուր բան այնտեղ կարող է իրեն եք տեղափոխում այս ու այն կողմ։ Նաեւ երեխաների հետ կապված յուրաքանչյուր հարց դա ասում է այո, հղիություն, ծննդաբերություն եւ յուրաքանչյուր բան։ Նվեր, հենց նվեր, այստեղ եւ նվերն է եւ ծաղիկը երկուսն էլ կան։ Ամուսնության առաջարկ ոմանց համար են, որ պատրաստվեք եւ հաշտեցում։ Եթե անգամ վիճված չեք, եթե անգամ վիճվեք այս շաբաթվա ընթացքում, ապա սա ասում է, որ միևնույն է կհաշտվեք, մի մտածեք։ Ահա, սա երկրորդ տարբերակը, վերջապես ինչ որ 4-ից բացի երկրորդն էլ եղավ։ Շնորհավորում եմ, իմ ցանկությունը որ կիրականանա։ Գնանք երրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։
Աստղերը մի փոքր իրարից հեռու են, բայց մի ընկճվեք, որովհետև այստեղ կա ձեր հարցերի պատասխանը։ Այդպես ավելի ճիշտ կիմանաք։ Ահա, ուրեմն, երրորդ տարբերակը յուրաքանչյուր հարցում հաղթանակ։ Դա նաև սա էլ կա։ Յուրաքանչյուր հարցում հաղթանակ, կլինի ինստիտուտ, կլինի քննություններ, հա, ինչ-որ գավաթը ձեր ձեռքում է, դա նշանակում է, որ դուք կարող եք լինել առաջինը։ Ոնց որ քննություններ եք հանձնում, ձեր բալերն են առաջինը, ինչ-որ մի բան, ձեր ոնց որ կստանաք այն, ինչ որ դուք ուզում եք։ Եթե սպորտ է, առավել եւս սպորտում եւս հաղթանակ եւ գավաթը կամ ձեր թիմինը կլինի կամ ձերը։ Նամակ, փաստաթուղթ, եթե շատ կարևոր բանի եք սպասում, ապա այն կստանաք կամ ինչ-որ մեկից նամակ, որ սպասում եք, ապա կստանաք։ Նաև ոմանց համար սա վերանորոգում է, ոմանց համար գործիքներ, որ դուք սկսեք ձեր աշխատանքը։ Եվ հեռախոսազանգ, շատ կարևոր ձեզ համար, մեքենա գնել կամ նվիրեն, գնաք հանգստանալու որևիցե մի տեղ, օտար երկիր կամ երկրի մեջ ինչ-որ մի հատվածում եւ ընկերներով որևիցե առիթ է, որտեղ որ ընկերներով կհավաքվեք եւ կնշեք։ Այսքանը առաջին երրորդ տարբերակի համար։ Եվ մնաց վերջին տարբերակը, ով որ պահել է, ապա կենտրոնացեք այդ ձեր ցանկության վրա, որպեսզի տեսնենք կկատարվի այն, թե մի փոքր կուշանա։ Կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Աստղը կրկին առաջինը ընկավ, դա էլի նշանակում է, որ ձեր ցանկություններին դուք բավականին մոտ եք եւ շատ հավանականությունում մեծ է, որ այն կատարվի, եթե ընկնի կամ չընկնի։ Աստղը։ Մի փոքր է հեռու, ընդամենը մի քայլի վրա է։ Դուք եւս մոտ եք ձեր այդ ցանկությանը։ Ահա, չորրորդ տարբերակը։ Ցանկությունը մի աննշան է հեռու, նայ միգուցե ձեր պահել եք այս շաբաթ, ոնց որ ասում է, չէ, հաջորդ շաբաթ կլինի այդպես։ Նաև ուսման հետ կապված այստեղ, դիպլոմի հետ կապված հաղթանակ, նաև քննությունները շատ լավ կհանձնեք, եւ սպորտի հետ կապված եւս ամեն ինչ այստեղ հաղթանակ, կամ եթե ուզում եք գնալ սպորտի, ապա սա ասում է, այո, գնացեք, ի վերջո, ձգձգում եք, հիմա գնացեք։ Մեկ րոպե։ Ինչ եղեց, YouTube-ում բան տեսա, էլի երեխայի հետ կապված։
Ուրեմն նաև կենցաղային տեխնիկա կարող եք գնել, եթե ցանկանում եք, ճիշտ է, գումարն էլ նայեք, ինքը կողքի է, այնպես որ դա եւս կկարողանաք տուն գնել, նաև տուն վերանորոգում անել կամ նաև տան հետ կապված յուրաքանչյուր բան այնտեղ կարող է իրերն եք փոխում, բիզնես բացել, ովքեր որ ցանկանում են, դա եւս կարող եք անել, նաև ամուսնության առաջարկ սպասեք, որպեսզի ձեզ ամուսնության առաջարկ անեն։ Նաև հանգիստ էստեղ եւ հանգիստ եւ ով որ պարկած է այս պահին իրեն լավ չի զգում իրեն, ահա, եթե ուզում եք ապակինվեր կամ նաև հնարավոր է հանգիստ, ուզում եք մեկ օր ոնց որ հանգիստ վերցնել, ապա ձեզ կտան այդ հանգիստը։ Այսքանը կարծես թե ուրիշ ոչինչ բաց չեմ թողել։ Թող որ բոլոր ցանկությունները կատարվեն, երբ որ իրոք ժամանակն է եկել։ Կամ պետք է ճիշտ պահեք ցանկությունը, որպեսզի այն կատարվի։ Ճիշտ պետք է կենտրոնանալ այդ ցանկությունը, սրտանց պետք է ուզել, որ այդ ցանկությունը կատարվի։ Եթե հենց այնպես թռուցիկ ինչ-որ բան եք պահում, դա անհնարին է կատարվի։ Այսքանը սիրելիներս, թող բոլոր ցանկությունները կատարվեն, երբ որ Աստված այդպես է ուզում, որ դուք դա ունենաք, դա ձեզ հետ կատարվի։ Այսքանը։ Լավ եղեք։